Պյոտր Չայկովսկու 185-ամյակին նվիրված համերգը միավորեց Գյումրու երաժշտասեր հասարակությանը։ Աշակերտների, ուսանողների եւ դասախոսների մասնակցությամբ Գյումրու Շերամի անվան թիվ 5 երաժշտական դպրոցում տեղի ունեցավ միջոցառում։ Նրանց բոլորին կապում էր մեկ բան՝ սերը դասական երաժշտության եւ Չայկովսկու անմահ ստեղծագործությունների հանդեպ։ Այնպեսի գլոբալ միջոցառում մտածեցինք կարեցինք, որ լինի կապը երաժշտական դպրոցի, ուսումնարանի եւ կոնսերվատորիայի հետ եւ երեք համատեղ երաժշտական ուժերը պետք է ելույթ ունենան Չայկովսկու 170-ամյակի կապակցությամբ։ Եվ ես նպատակը մեր այն է, որ երեխաները միշտ ելույթ ունենան իրենցից ավագ երաժիշտների մասնագետների հետ։ Սա շարունակական է լինելու, որովհետև դա այսպեսի միջոցառումներ հաճախակի մեր դպրոցը հասկացնելու ենք, որ համ մեր հանդիսատեսի համար հաճելի լինի, համ մեր երեխաների համար լավ լինի։ Գիտեք ինչ է ասելիքը, որ երաժշտությունը երբեք չի մահանում։ Արվեստի եւ երաժշտական դպրոցների համար շատ կարեւոր են համագործակցային ծրագրերը, մասնավորապես այն համագործակցությունները, որոնք ավելի բարձր օղակների հետ են։ Այստեղ է, որ երեխաները հնարավորություն են ստանում ավելի մասնագիտական փորձառություն ձեռք բերելու, լսելու ավելի պրոֆեսիոնալ երաժիշտների եւ հասկանալու ուր պետք է ձգտել։ Չայկովսկու ստեղծագործությունները տարիներ շարունակ դասական երաժշտության ամենազգացմունքային ու հարատև էջերից են։ Ներկաները բարձր են գնահատում նման օրինակ միջոցառումների կազմակերպումը, քանի որ դրանք ոչ միայն հնարավորություն են տալիս անմիջականորեն վայելել երաժշտությունը, այլև միավորում են տարբեր սերունդների։ Շատ կարևոր է, որ այս համերգները շատ լինեն, ինչու, որովհետև ցավոք մեր քաղաքում բուրըն համերգային կյանք չկան շրջագայություններ, չկան հյուրախաղեր եւ այս համերգները հենց աշակերտների, մեր քաղաքի երաժշտասերների համար անչափ կարեւոր է։ Իսկ ողջունելի այսօր երաժշտական կրթօջախում ներկա գտնվել այսքան գեղեցիկ ծրագրի, պրոյեկտի, որը ինքնին յուրատիպ է։ Միջոցառումները կարծում եմ հաջողվել է Գյումրիում կազմակերպել։ Սա ավանդույթ է դարձել, այնպես որ սա պատահական մի բան չի, հերթական այս միջոցառումները կարծում եմ շատ հետաքրքիր է։ Ուսանողները եւ դպրոցի աշակերտները ներկայացնելու են Չայկովսկու ստեղծագործություններ, ինչպես եւ ես նվագելու եմ Չայկովսկու Եվգենի Օնեգին օպերայից Լենսկու Արյան փոխադրումը ջութակի վրա։ Միանշանակ ուրախ եմ, որ Գյումրիում երաժշտական կյանքը գնալով էլ ավելի բարելավում է, որը շատ կարևոր է մեզ համար, մեզ եւ մեր քաղաքի համար։ Այսօր Չայկովսկու նվիրված համերգ է լինելու ու ես ունեմ համար կատարելու եմ Չայկովսկու ռոմանսներից։ Ռոմանսը կոչվում է Սալավիեի։ Չայկովսկու երաժշտությունը կրկին ցույց տվեց իր ուժը, միավորելով մարդկանց, որոնք սերը դասական երաժշտության հանդեպ ընկալում ու վայելում են ամեն մի հնչյունով։ Սյուզաննա Խարատյան, Խան Հովհաննիսյան, այսօր։ Գյումրու ֆոտովարժարանում անցկացվեց երկրաշարժի եւ այլ արտակարգ իրավիճակների դեպքերում տարհանում կազմակերպելու ուսումնական վարժանք, որին մասնակցեցին ավելի քան 900 աշակերտներ եւ ամբողջ աշխատակազմը։ Անկախ որ կրթական աստիճանում են սովորում, բոլոր տարիքային խմբերին անհրաժեշտ է այս կիրառական գործողությունը, բոլորին անհրաժեշտ է իրազեկված լինել եւ բացի իրազեկումից կոնկրետ իրավիճակներում կողմնորոշվելը։ Վարժանքի անցկացումը զուգորդված էր ինչպես տարածաշրջանի սեյսմիկ առանձնահատկությունների, այնպես էլ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կողմից հայտարարված ապահով եւ անվտանգ կրթական տարվա տրամաբանության հետ։ Մենք հարկ ենք համարել երկրաշարժի տարելիցի օրվան ընթառաջ դեկտեմբերի 4-ին վարժանում կազմակերպել Տաշհանում։ Տաշհանումը նպատակ ունի դպրոցահասակ սովորողներին եւ ընդհանրապես վարժարանի ամբողջ անձնակազմին իրազեկված լինելու արտակարգ իրավիճակներում շենքային պայմանների որ հատվածներից օգտվել, ինչպես դուրս գալ, որոնք են անվտանգ ուղիները դուրս գալու, որտեղ հավաքվել, ինչ պայմաններ ապահովել, որ դրանք լինեն անվտանգ։ Վարժարանի զինղեկը, որը համակարգել էր գործընթացը, առանձնահատուկ ընդգծեց երեխաների իրազեկվածության դերն ու սխալների հայտնաբերման անհրաժեշտությունը։ Ասում են, ով իրազեկված է, նա պաշտպանված է։ Այս այդ բանում էր կարելի է վարժանքը, որ երեխաները գիտենան իրաց տեղը, մագավարժները գիտենան յուրաքանչյուր իր պարտականությունը։ Սա առաջին նման ծավալով վարժանքն է այս ուսումնական տարում, բայց անպայման շարունակական բնույթ է կրելու։ Մեկ էլ այդ վարժանք անենք, որտեղ թե պետք է անենք բաց սպարում, հետո էլ նորից տարահանում, որտեղ թե մեր երեխաները լինեն իրազեկված։
Ոչ թե 10 հոգի չէ, 20 հոգի չէ, 800 հոգուց 1000 հոգուց ավել երեխա կա սովորող։ Եվ պետք է բոլորի համար մենք ենք պատասխան տալիս աղետների ժամանակ։ Աշակերտները կազմակերպված դուրս եկան շենքից, աշխատակազմը գործեց ըստ նախանշված սխեմաների։ Միաժամանակ գրանցվեցին դիտարկումներ հետագա բարելավման համար, ինչը վարժանքի հիմնական նպատակներից մեկն էր։ Աստղիկ Խաչատրյան, Խանով Անիսյանն այսօր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցել հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի նիստը, որին մասնակցել են նաև քաղաքասարակության ներկայացուցիչներ։ Մինչ օրակարգի քննարկումը Նիկոլ Փաշինյանն իր խոսքում նշել է, որ արդեն ավանդաբար ամեն տարի հանդիպում են հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա առիթով։ Երկրի ղեկավարի դիտարկմամբ ակնհայտ է, որ կառավարությունը խնդրի կարևորությունն ընկալում է։ Ռազմավարությունը նույնն է, պետք է հաջորդիվ լինել հետևողական եւ անընդհատ վերադառնալ թեմային։ Իհարկե քաղաքական անալոգիան այնքան էլ տեղին չէ, բայց քանի որ այդ հեղափոխություն բառը ինձ ասոցիատիվ տարավ դեպի այն հեղափոխությունը, որը Հայաստանում տեղի ունեցել, նկատի ունեմ ժողովրդական ոչ բռնի թավշյա հեղափոխությունը, ես ուղղակի ասոցիատիվ ու քանի որ ասացի, որ գիտեմ, որ նախորդ տարիներին հեղափոխություն չեն կարել, ես ինքս հիշում եմ, որ 18 թվականից առաջ առնվազն 18 կամ 20 տարի ուղղակի կամ հանուղղակի ներգրաված եմ եղել հեղափոխության նախապատրաստության կամ այդ խնդիրը հետապնդող process-ներում եւ ելի նույն ձևի տարեստարի արձանագրել ենք, որ չի լինում այդ հեղափոխությունը, տեղի չի ունենում եւ բնականաբար ելի նույն ձևով հարց ենք տվել, բա ինչ պետք է անենք։ Պատասխանը եղել է հետեւյալը, անընդհատ վերադառնալ, վերանայել, ինքնահայեցմամբ զբաղվել, թե ինչը այնպես չենք անում, ինչն է որ ճիշտ չենք ընկալում, ինչն է որ պետք է այլ կերպ անենք եւ այլն եւ այդպես շարունակ մինչեւ այն պահը, որ դա տեղի ունեցավ։ Ես նկատի ունեմ մեծ հաշվող այստեղ էլ նույն մոտեցումը պետք է ցուցաբերենք։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրել է հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի ոլորտի քաղաքական տեսլականը, ծրագրային նախաձեռնությունները։ Նախարարը նշել է, որ ազգային ժողովն ընդունել է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին եւ անձի ֆունկցիոնալության գնահատման մասին օրենքներն ու անցում է կատարվել բժշկական մոդելից դեպի իրավունքների եւ ներառման մոդել։ Նոյեմբերի 1-ի դրությամբ մեր տարբեր համակարգերում Փյունիկ եւ անձի ֆունկցիոնալության գնահատման այսքան նախկին եւ նոր համակարգերում ներառված են 197,046 հաշմանդամություն ունեցող անձ, այդ թվում 9356 երեխա։ Նրանցից 24.4%-ը, այսինքն 48211 անձ եւ այդ թվում 4600 երեխա արդեն գնահատված է նշածս ֆունկցիոնալության գնահատման համակարգով։ 75.6%-ը շարունակում է մնալ նախկին համակարգում 148835 անձ, որոնք հիմնականում անժամկետ հաշմանդամություն ունեցող անձինք են։ Այսինքն այդ մեծամասնությունը, որոնք չեն վերագնահատվել, անժամկետ հաշմանդամություն ունեցող մեր քաղաքացիներն են։ Այդ թվում 4756-ը երեխա են, բայց իրենց դեպքում սահմանված ժամկետներում նրանք կանցնեն այդ գնահատումը։ Նոր գնահատման համակարգը ապահովում է տվյալահայն քաղաքականություն, ինչը մեզ թույլ է տալիս մշակել հասցեական ծառայությունները տարիքի, սահմանափակման տեսակի եւ իրական կարիքների։ Արվեստի ամենամեծ լեգենդներից մեկի 7 տարեկանից կուրացած, բայց երաժշտության լեզվով աշխարհի սիրտը գրաված Ռեյ Չարլզի ստեղծագործության ընտրությունը պատահական չէ։ Հայաստանի պետական ջազ նվագախմբի հետ նվագում ու երգում են հատուկ կարիքներ ունեցող երեխաները։ Դաշնամուրի մոտ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Դանիել Դանիելյանն է։ Արդեն 6-րդ անգամ են կողք կողքի երգում, նվագում, երազում ու ստեղծագործում մշակույթի հայտնի գործիչները, երգիչներն ու հաշմանդամություն ունեցող տաղանդավոր երեխաները։
Փառատոնի ակունքներում կանգնած մասնագետները չեն վախենում հեղափոխական բառը գործածելուց ու ընդգծում են. անտեսանելի պատեր ու կարծրատիպեր են կոտրել։ Անկեղծ ասեմ, շատ մեծ փոփոխություն է նկատվում, հենց առաջինը, քանի որ մեր կապը ծնողների հետ է առաջին հերթին, շատ ծնողներ առաջ խուսափում էին, թաքցում են երեխաների, խնդիրը չէին ուզում նրանք, որ Երևան, բայց փառատոնը հեղափոխություն էր, ես չեմ վախենա այդ խոսքից, որովհետև հիմա ընդհակառակը նույնիսկ այնքան շատ դիմողներ կան, որ նույնիսկ մեր այս առաջին համերգը, որ արեցինք, 41 համար ունենք, պատկերացրեք ինչ երկար համերգ էր, եւ էլի կային երեխաներ, որ չհասցրեցին։ Կոստանդին Աբգարյանցը սկզբում միացել է կողք կողքի փառատոնին իբրև երաժիշտ, հետո դարձել երաժշտաթերապևտ։ Այժմ աշխատում է հատուկ կարիքներ ունեցող երեխաների հետ։ Նրանցից շատերն այսօր երգում ու նվագում են հայտնի երգիչ-երգշուհիների հետ։ Օդ ու ջրի պես կարևոր են այս փառատոնները, որովհետև նրանք ներգրավում են, ոչ թե առանձնացնում են այս երեխաներին, այլ ներառում են, որովհետև այստեղ ելույթ են ունենում աստղեր, այստեղ ելույթ են ունենում երաժիշտներ եւ նույնիսկ փորձերի ժամանակ այդ ներառականությունը այնքան ձուլված է, որ չի էլ զգացվում, որ ինչ որ մեկը խնդրով է կամ ոչ, այդքան ամեն ինչ օրգանիկ է ստացվում։ Արեգ Գալստյանը, որ ամիսներ առաջ դարձել է Հայ Սուպերսթար 6 նախագծի հաղթող, երգում է Հայաստանի վաստակավոր արտիստ Ռոբերտ Ամիրխանյանի նվագակցությամբ։ Ասում է նման փառատոներն ու համերգներն ապացուցում են, որ բոլորն ունեն ստեղծագործելու, բեմում լինելու ու երազելու իրավունք։ Իմ միակ խնդրանքը մեր հասարակությանը այն է, որ դուք երբ որ լսեք, տեսնեք կամ տեղեկանաք մի մարդու մասին, որ որևէ, այսպես ասած, ոչ ստանդարտ խնդիր ունի ձեր կարծիքով, միևնույն է իրեն պիտի վերաբերվեք այնպես, ինչպես վերաբերում եք ձեր կարծիքով խնդիր չունեցող մարդուն, որովհետև, ինչպես նշեցի, յուրաքանչյուր մարդ հասարակության մեջ ունի իր տեղը ունենալու եւ իր տեղում հաստատված լինելու իրավունքը։ Կողք կողքի 6-րդ միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնին այս տարի մասնակցել են շուրջ 600 երեխա ու պատանի Հայաստանից, Ռուսաստանից, Վրաստանից, Ուզբեկստանից, Բահրեյնից եւ այլ երկրներից։ Գալա համերգին տաղանդավոր երեխաների նվագակցել են աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովանիսյանը, Հայաստանում Չեխիայի դեսպան Պյոտր Պիրունչիկը, կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը։ Վերջինս ընդգծում է մարդկային կապիտալի զարգացումը կառավարության առաջնահերթություններից է։ Պետությունը ներդրումներ անելով թե ֆինանսական, թե այլ ձևերով ուժեղացնում է քաղաքացուն, հատկապես ներառականություն ունեցող ոլորտին եւ դրանով իսկ ուժեղացնում է պետությունը։ Մենք ներառականության ուշադրություն դարձնելով ուժեղացնում ենք մեր պետությունը։ Եվ հետևաբար ցանկացած քաղաքացի, ցանկացած անհատ ուժեղանալով ուժեղացնելու է պետությանը։ Փայլուն աչքերով սիրելի արտիստի հետ նույն բեմում երգող ու նվագող տաղանդավոր պատանիները հիշեցնում են. մենք ու նրանք նույն միս ու արյունից ենք։ Եթե սկսենք մի փոքր խորը մտածել, որ անկախ ամեն ինչից, թե ինչ խնդիր ունի քո դիմացինը եւ ինչ խնդիր ունես դու, միևնույն է դուք կարող եք լինել, այսպես ասած, կողք կողքի իրար հետ։
Ռուս-ուկրաինական կարգավորման շուրջ Վաշինգտոնի եւ Կիևի թիմերի բանակցությունները շարունակվում են։ Միացյալ Նահանգներում Դոնալդ Թրամփի բանագնացներ Սթիվեն Ուիտկոֆը եւ Ջարեդ Քուշները կրկին հանդիպել են Ուկրաինայի ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովի գլխավորած պատվիրակության հետ։ Ըստ պետքարտուղարության հաղորդագրության ուկրաինական կողմից նշել են, որ Կիևի համար կարևոր է հասնել այնպիսի կարգավորման, որ կապահովի երկրի անկախությունը, ինքնիշխանությունն ու անվտանգությունը։ Քննարկվել են վերջերս Մոսկվայում ռուսական եւ ամերիկյան կողմերի հանդիպման արդյունքները եւ քայլերը, որոնք կարող են հանգեցնել պատերազմի դադարեցմանը։ Անդրադարձ է եղել անվտանգային հնարավոր միջոցառումներին, Ուկրաինայի հետ պատերազմյան վերականգնմանը, համատեղ տնտեսական նախաձեռնություններին, ասված է հայտարարության մեջ։ Վաշինգտոնի եւ Կիևի թիմերը համաձայնել են, որ ցանկացած առաջընթաց կախված է խաղաղության գնալու Ռուսաստանի պատրաստակամությունից։ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատարը եւս մեկնաբանել է Ռուսաստանի հետ հնարավոր կարգավորումը։ Ալեքսանդր Սիրսկին շեշտել է. Ուկրաինան չի հանձնելու իր տարածքները, դա չի կարող խաղաղության համաձայնագրի մաս դառնալ։ Արդար խաղաղության կարելի է հասնել միայն երբ ռազմական գործողությունները դադարեցվեն ներկայիս առաջնագծով, իսկ այնուհետև բանակցություններ սկսվեն, հավելել է Պաշտոնյան։ Նա տեղեկացրել է, որ այժմ առաջնագծում տեղակայված է ավելի քան 710,000 ռուս զինվոր։ Նրանք փորձում են առաջ շարժվել շփման գծի ամբողջ երկայնքով, թեև ռուսական կողմն օրական կորցնում է մինչև 1100 զինվորականի։ Սիրսկին նշել է, որ ուկրաինական զորքերը կշարունակեն պայքարել, եթե դիվանագիտական ջանքերը ձախողվեն։ Նա նախազգուշացրել է, սեղանին է ամբողջ Եվրոպայի ճակատագիրը։ Ռուսաստանը զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային։ Կիևից հայտնում են, որ ռուսական ուժերը կիրառել են բալիստիկ եւ թևավոր հրթիռներ, փորձելով խոցել էներգետիկ օբյեկտներ ու ենթակառուցվածքներ։ Կիևի մարզում հայտնի է 3 տուժածի մասին, Խարկովում կան զոհեր, Դնեպրում եւ Դնեպրի մարզում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով հրդեհներ են բռնկվել, Լվովի մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ են եղել։ Ռուսաստանի ՊՆՆ-ն հայտնել է, որ գիշերը ոչնչացվել է ուկրաինական 116 անօդաչու թռչող սարք, թիրախում են եղել Վորոնեժի, Բրյանսկի, Բելգորոդի մարզերը։ Տեղեկություններ կան, որ Ջազանում նավթավերամշակման գործարան է վնասվել։ Պակիստանի եւ Աֆղանստանի սահմանին կրկին բախումներ են, հաղորդվում է, որ աֆղանական եւ պակիստանյան ուժերը փոխադարձ կրակոցներ են արձակել։ Զոհերի մասին պաշտոնական տեղեկություններ չկան։ Էսկալացիայի եւ արդեն 2 ամիս գործող հրադադարը խախտելու համար կողմերը մեղադրել են միմյանց։ Երկու երկրների միջև հարաբերությունները վատթարացել են հոկտեմբերի 9-ին Քաբուլին Պակիստանի ավիահարվածներից հետո։ Իսլամաբադը հայտարարել է, որ թիրախում են եղել Թալիբանի առաջնորդներ։ Դրան հետևել են սահմանային բախումները։ Երկրները հոկտեմբերի 15-ին համաձայնել էին ժամանակավոր հրադադարի մասին։ Հրդեհային անվտանգության կանոնների պահպանումը յուրաքանչյուր տարածքի անվտանգ շահագործման անբաժան մասն է։ Կապանի թիվ 1 նախադպրոցական ուսումնական հաստատության ինքնաշխատ հրդեհային համակարգը մարզում օրինակելիներից է։ Վերջերս շահագործման հանձնված շենքում նորոգման ընթացքում հաշվի են առել ամեն մանրուք, անվտանգության բոլոր չափանիշներին համապատասխանելու համար։ Ամբողջ մանկապարտեզում տեղադրված են տվիչ սարքեր եւ ծխային եւ ջերմային, տեղադրված են ուրեմն հրշեջ ծորակներ, երկու մուտքերի մոտ ունենք հրշեջ ծորակներ, հրշեջ վահանակ, կրակմարիչներ ունենք եւ ածխային եւ ծխային եւ յուրաքանչյուր խմբասենյակներում, այնտեղ որտեղ հիմնականում աշխատողները երեխաներն են, այդտեղ կան նաեւ ձեռքի հրդեհային սարք, եթե աշխատողը ինքը տեսնի, որ խմբասենյակում արդեն ծուխ է, ինքը կարող է հենց խմբասենյակում տվյալ սարքը միացնել եւ ազդարարման համակարգը արդեն ինքնաշխատ միանալու է։ Խնդիրների ժամանակին բացահայտմանն ու շտկմանը օգնում են մշտադիտարկումները, հրդեհային կանոնների խիստ պահպանումը աշխատակիցների եւ սաների համար անվտանգ միջավայր ապահովելու երաշխիքներից է։ Հաճախակի անցկացնում տարհանման տակտիկական վարժանքներ, տարին 2 անգամ մենք ունենք մեր պլանով նախատեսված տարին 2 անգամ հրդեհաշիջման աշխատանքների տակտիկական վարժանքներ եք իրականացնում, ընդ որում հենց փրկարար ծառայության հետ միասին։ Հասարակական վայրերում հրդեհային անվտանգության պահպանումը իրավական պարտականություն է։ Այս հարցում բարեխիղճ տնտեսվարողների պատասխանատու գործողությունները հնարավորություն են տալիս խուսափել դժբախտ պատահարներից, ընդ որում որքան շատ է մարդկանց հոսքը, այնքան մեծ է խուճապի եւ աղետներին դանդաղ արձագանքելու ռիսկը։ Հրդեհի տագնապի ազդանշանները բոլոր վայրերում պարտադիր են, բոլոր։ Դա կլինի մարդաշատ վայրերում, կլինի սրճարաններում, բարերում, մոլերում, թե խանութներում, թե սուպերմարկետերում,
թե մանկապարտեզներում, դպրոցներում, նույնիսկ կարելի է դրանցից բնակարաններում տեղադրել։ Հիմնական թիրախային ստուգումները իրականացվում են բարձր ռիսկային տնտեսավարողների մոտ։ Ստուգման ընթացքում կազմվում է ակտի նախագիծ, հետո ակտ, նաև վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություն է կազմում, տալիս ենք կարգադրագիր թերությունների վերացման համար, կարգադրագրում նշվում է ժամկետ եւ կարգադրագրում նշված ժամկետի ավարտի ժամանակ արդեն տվյալ թերությունները տնտեսավարողի կողմից պետք է բոլորը վերացված լինեն։ Վերացված չլինելու դեպքում կրկնակի ստուգման ժամանակ արդեն տնտեսավարողը տուգանվում է։ Հսկողություն իրականացնող տեսչական մարմնի գործունեության նպատակը ոչ թե տուգանելն է, այլ թերությունները վերացնելը։ Շենքի շինարարական չափանիշների պահպանումից սկսած ամեն շեղում կարող է ճակատագրական լինել։ Հիմնականում հրդեհը սկսում է հոսանքի լարերից, մենք շատ մեծ ուշադրություն ենք դարձնում էլեկտրականությանը, որ էլեկտրականությունը այդ մոնտաժված լինի նորմերին համապատասխան։ Շենքը պետք է ունենա ամենաառաջինը հրդեհի ազդանշանման համակարգ, որը որ միացվում է 911 ծառայությանը, կան դրա համար հատուկ կազմակերպություններ, որոնք զբաղվում են տվյալ ծառայության կապը անխափան պահելու համար։ Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժինը պատրաստակամություն է հայտնում մասնագիտական աջակցություն ցուցաբերել բոլոր նրանց, ովքեր զբաղվում են հասարակական, արտադրական, բնակելի կամ այլ նշանակության շինությունների նախագծմամբ, շահագործմամբ եւ անվտանգային գործընթացների կազմակերպմամբ։ Նպատակը մեկն է՝ ապահովել քաղաքացիների անվտանգությունը եւ կանխել հնարավոր աղետները։ Անի Գրիգորյան, Ալեն Ծատրյան, Սյունիք լուրեր։ Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը, առաջին տեղակալ Գրիգոր Դաշտոյանի, տեղակալներ Գրիգոր Բոշյանի, Մուրադ Մովսեսյանի եւ համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների հետ աշխատանքային շրջայց է իրականացրել Գավառ համայնքում։ Այցի նպատակը դիտարկել կատարված աշխատանքները եւ 2026 թվականի բյուջեի նախագիծը կազմելուց առաջ արկա խնդիրները վերհանել եւ հնարավորության սահմաններում դրանք ներառել բյուջեում։ Վարչական եւ բնակավայրերի համայնքապատկան կառույցների ղեկավարների հետ Գուրգեն Մարտիրոսյանը եղավ բոլոր հաստատություններում, դիտարկեց արկա խնդիրները, լսեց ներկայացված առաջարկները եւ հանձնարարեց գույքագրել դրանք։ Հիմնախնդիրները հիմնականում մանկապարտեզների, երաժշտական արվեստների դպրոցների, մշակույթի տների, վարչական ղեկավարների նստավայրերի շենքերի, դրանց բակային տարածքների հիմնանորոգմանն ու բարեկարգմանն էին առնչվում։ Բարձրացվեցին ճանապարհաշինության, արոտների ջրարբիացման եւ մի շարք այլ հարցեր։ Ծովազարդում Գուրգեն Մարտիրոսյանն այցելեց մշակույթի տուն եւ մանկապարտեզ, դիտարկեց արկա ոչ բավարար պայմանները, տեղում քննարկվեցին հնարավոր լուծումները։ Լճափում համայնքի ղեկավարը ծանոթացավ բոլոր ժամանակների զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի տարածքի շինարարական աշխատանքներին, որոնք կատարվում են համայնքի 2025 թվականի բյուջեի միջոցներով։ Գուրգեն Մարտիրոսյանն այցելեց նաեւ շենքային անբարենպաստ պայմանների պատճառով չգործող մշակույթի տուն։ Հայրավանքում այց կատարվեց մշակույթի տուն, որի մի հատվածն օգտագործվում է որպես վարչական ղեկավարի նստավայր եւ գործող խմբակների համար հարմարեցված տարածք։ Պայմանավորվածություն դեռ բերվեց բարելավելու արկա պայմանները։ Նորատուսում Գուրգեն Մարտիրոսյանը այցելեց գործող երկու մանկապարտեզներ եւ արվեստի դպրոց։ Այս հաստատությունների տնօրենները ներկայացրին շենքային պայմանների եւ տարածքի բարեկարգման աշխատանքների հետ կապված առաջարկներ, որոնք արձանագրվեցին։ Նորատուսում համայնքի ղեկավարը այցելեց նաեւ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, որի տարածքը համայնքի բյուջեի միջոցներով բարեկարգվել է, կահավորվել եւ լուսավորվել։ Գուրգեն Մարտիրոսյանը զրուցեց բնակիչների հետ եւ լսեց նաեւ նրանց առաջարկությունները։ Շրջայցի հաջորդ կանգառը Կարմիր գյուղում էր։ Այստեղ դիտարկվեց չգործող մշակույթի տան շենքի վիճակը եւ քննարկվեց բնակավայրում մշակութային կյանքն ակտիվացնող կառույցի հիմնանորոգման հարցը։ Արվեստի դպրոցում էլ ուսումնասիրվեցին շենքային պայմանները եւ քննարկվեցին դրանց բարելավման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքները։ Գանձակի մշակույթի տանը դիտարկվեց նոր խմբակի գործունեությունն սկսելու համար նախատեսված դասասենյակը, հանձնարարվեց հաջորդ տարի այն վերանորոգել։ Վերանորոգման կարիք ուներ նաեւ դահլիճը։ Գուրգեն Մարտիրոսյանը դիտարկեց նաեւ մշակույթի տան նկարչության, կավագործության եւ դեկորատիվ կիրառական արվեստի խմբակների համար հիմնանորոգված դասասենյակը եւ մշակույթի տանը տեղակայված գրադարանում իրականացված աշխատանքները։ Գանձակում ուսումնասիրվեցին մանկապարտեզի շենքային եւ բակային տարածքների պայմանները,
Դրանց բարելավման ուղղությամբ եւս տրվեցին հանձնարարականներ։ Գեղարքունիքում, Լանջեղբյուրում եւ Սարուխանում եւս այցեր կատարվեցին համայնքապատկան կառույցներ եւ պայմանավորվածություններ ձեռք բերվեցին դրանց պայմանների բարելավումն ընդգրկել առաջիկայում իրականացվելիք ծրագրերում։ Արհեստական բանականության արդյունավետ կիրառում, օբյեկտների ճշգրիտ ֆիքսացիա, փաստագրում եւ վերահսկում, հեռահար տեսանելիություն, անբարենպաստ եղանակային պայմաններում աշխատունակություն եւ ամենակարևորը՝ անվտանգային բարձր մակարդակ։ Սրանք այն հիմնական տեխնիկական բնութագրիչներն են, որոնք առանձնացնում են այն անօթաչու թռչող սարքերը, որոնցով այս տարվա ապրիլին համալրվել է ներքին գործերի նախարարության ոստիկանությունը։ Դրոնների տեխնիկական հնարավորություններին, առանձնահատկություններին եւ գործառութային կիրարկելիությանը ծանոթանալու, ինչպես նաեւ դրանց գործարկումը տեղում իրական ժամանակում դիտարկելու նպատակով դեկտեմբերի 1-ին ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում անցկացվել է միջգերատեսչական հանդիպում։ Անօթաչու թռչող սարքի կառավարումը Երևանից, գործողությունների իրականացումը Վանաձորում։ Մասնագետները օպերատիվ կառավարման կենտրոնում ծանոթանում են անօթաչու թռչող սարքերի ամբողջական հնարավորություններին եւ տալիս հստակ հրահանգներ։ Կարող ենք սկսել թռիչքը, բարձրանում ենք մինչև 200 մետր եւ շարունակենք մեր տրված թռիչքուղով։ Հիմա կփորձենք հայտնաբերենք ինչ-որ մեքենա եւ ձեզ ցույց տալ պետհամարանիշները։ Շարժվում ենք դեպի երկրորդ կետ, որը որ Վանաձորի կենտրոնական հրապարակն է։ Կտեսնենք, թե ինչպես է աշխատում արհեստական բանականությամբ հագեցված տեսախցիկները։ Միաժամանակ մեր գործընկերների աշխատանքն ենք վերահսկում։ Հիմա իրան հետապնդող պարեկին ՕԿԿ-ն ստեղից կարող հստակ հաղորդի, էլի գործողությունները նույնիսկ եթե պարեկի տեսադաշտում չի։ Սպարտեք Փակbaşնետիրական ընկերության տեխնիկական տնօրեն Արման Խաչատրյանը վստահեցնում է, արհեստական բանականությամբ համալրված ժամանակակից անօթաչու թռչող սարքերի տեխնիկական հնարավորությունները համապատասխանեցված կոնկրետ ծառայությունների պահանջներին կարող են նպաստել պետական մարմինների օպերատիվ արձագանքման, կանխարգելիչ աշխատանքների եւ անվտանգության ապահովման արդյունավետությանը։ Նրա խոսքով աղետների ռիսկի կառավարման համատեքստում արհեստական բանականությամբ եւ ջերմատեսողական համակարգերով համալրված այս սարքերը կարողանում են հայտնաբերել եւ ֆիքսել կրակի աղբյուրներ, հրդեհի օջախներ, ինչպես նաեւ տարանջատել նավակները, տրանսպորտային միջոցները եւ այլ տեխնիկական օբյեկտներ։ Դրոնը կարող է աշխատել մինչև 35 րոպե, մաքսիմում բարձրությունը ծովից 4000 մետր բարձրության վրա, կատարել բազմակի դիտարկումներ, հագեցված է արհեստական ինտելեկտով ինտեգրված բարձր որակի տեսախցիկներով, ինչպես ցերեկային, այնպես էլ գիշերային տեսանելիության համար։ Տեսախցիկ զումի հնարավորություն ունի, ինչպես նաև 160 հիբրիդային, այն լայն կիրառվում է Չինաստանում, շեշտադրումը առաջինը դրված է հենց անվտանգային նորմերի վրա։ Փակbaşնետիրական ընկերության տնօրեն Հրայր Քամալյանն անդրադառնալով անօթաչու թռչող սարքերի արդյունավետությանը նշել է, որ դրանց կիրառումը պետական կառավարման համակարգում, մասնավորապես ուժային կառույցներում, առավել նպատակահարմար է, քանի որ ներդրված խելացի տեխնոլոգիաների շնորհիվ ապահովում է պետական գաղտնիք պարունակող տեղեկատվության կոդավորումն ու հասանելիությունը միայն իրավասու գերատեսչությանը։ Մասնավորապես օպերատիվ կառավարման կենտրոնի կողմից արդեն իսկ օգտագործվող դրոնների արդյունավետությունը նաև հիմք է հետագայում դրանց կիրառումն ընդլայնելու։ Ներքին գործերի նախարարությունը արդեն օգտագործում է մեր կողմից առաջարկվող ԱԹՍ-ները։ Հետագա քայլերում նախատեսում ենք ԱԹՍ-ների ավտոնոմ կայաններ տեղադրել տարբեր մարզկենտրոններում, որը թույլ կտա մինչև 1 րոպե ժամանակում օդում ունենալ ԱԹՍ-ը, որը թույլ կտա իրականացնել փաստահավաքչական աշխատանք, տիրապետել իրավիճակին տեղում անկախ հեռավորությունից։ Autel Robotics ընկերության Եվրոպական միության տարածաշրջանի վաճառքի մենեջեր Ադամ Ֆուվեյը բարձր գնահատելով ներքին գործերի նախարարության հետ համագործակցությունը անդրադարձել է անվտանգային ժամանակակից համակարգերի ներդրման կարևորությանը եւ ընդգծել, որ այն թույլ է տալիս զարգացնել նոր տեխնոլոգիական լուծումներ, օպտիմալացնել գործընթացները։ Հայաստանյան գործընկեր Սպարտեք ընկերության հետ համագործակցությունը սկսվել է 2023 թվականից։ Այդ ընթացքում իրականացրել ենք մի շարք նախագծեր մեր նորագույն դրոնները մատակարարելով ներքին գործերի նախարարությանը։ Դրական արձագանքները մեզ կրկին բերել են այստեղ լսելու լրացուցիչ կարծիքներ, հասկանալու իրական կիրառական կարիքները, կատարելագործելու տեխնոլոգիական լուծումները եւ գտնելու այն ուղիները, որոնք կարող են առավել արդյունավետ դարձնել մեր հաճախորդների աշխատանքը։ Հուսով եմ, որ առաջիկայում մեր ամբողջական ինքնավար թռիչքային համակարգի կիրառումը ընդլայնվելու է Հայաստանում, մասնավորապես իրավապահ կառույցներում ամրապնդելով ինչպես տեղական օպերացիոն կարողությունները, այնպես էլ մեր չինական ընկերության եւ հայկական իրավապահ մարմինների համագործակցությունը։
Միջգերատեսչական հանդիպումը, որին մասնակցում էին ներքին գործերի նախարարության, ազգային անվտանգության ծառայության, պաշտպանության նախարարության, շրջակա միջավայրի նախարարության, քաղաքացիական ավիացիայի կոմիտեի, Երևանի քաղաքապետարանի եւ շահագրգիռ այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ եւս մեկ անգամ արձանագրեց պետական կառավարման ոլորտում ժամանակակից թվային տեխնոլոգիաների ինտեգրման կարևորությունը գործընթացներին առավել արդյունավետ, անվտանգ եւ վերահսկելի դարձնելու տեսանկյունից։